Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ վերականգնել, քանի դեռ Մոսկվան չի ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է, ասել են հավելելով, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի ճապոնական ծով։ Կորեայի ռազմական գնահատականների համաձայն դա բալիստիկ հրթիռ է եղել։ Արձակումը տեղի ունեցել Վոնսան քաղաքի մոտ գտնվող տարածքից։ Հյուսիսային Կորեան վերջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել օգոստոսի 6-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում Եվրամիությանը, իսկ եվրոպական երկրներն իրենք են որոշում, թե որտեղ օգտագործել այն։ Միաժամանակ ամերիկյան նախագահը նշել է, որ այդ սպառազինությունը կարող է փոխանցվել նաև Ուկրաինայի զինված ուժերին։ Հուլիսի 31-ին Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները պետք է շատ զգույշ լինի այլ երկրներին ամերիկյան սպառազինության արտադրության լիցենզիաներ տրամադրելիս։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության խորհրդով հուլիսի սկզբին գաղտնի լքել է Թուրքիան, բայց ոչ իր սեփական ինքնաթիռով։ Թրամփը նստել է իր նախագահական ինքնաթիռը հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, սակայն մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ավելի փոքր ինքնաթիռ C-32A ռազմական փոխադրամիջոց։ Ամերիկացի առաջնորդը լքել է Թուրքիան այս ինքնաթիռով, չնայած Միացյալ Նահանգների վարչակազմը պնդում էր, որ նա իր սեփական ինքնաթիռով է եղել։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ արտասահման ճանապարհորդելիս իր ամենամեծ վախը հյուրանոցի սենյակում մենակ մնալիս սնունդով խեղդվելն է, մասնավորապես մի կտոր սթեյքից խեղդվելը։ Պետքարտուղարը հայտնել է, որ գնել է խեղդվելու դեմ 4 հատուկ սարք։ Ռուբիոն ասել է, որ դրանք գնել է Միացյալ Նահանգների բնակարանաշինության եւ քաղաքաշինության նախկին նախարար Բեն Քարսոնի մասնակցությամբ գովազդը տեսնելուց հետո։